Ողջույն, դուք դիտում եք հայը հաղորդումը։ Ես Անին եմ Զաքարյան, ձեր խոնարհ ծառան համացանցում հայտնի հայուհիմը անունով, որը նշանակում է մի հայուհի։ Մինչ իմ հյուրի ներկայացնելը ձեզ պիտի խնդրեմ, հորդորեմ, կոչ անեմ, որպեսզի սեղմեք զանգի կոճակը, որ բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները, դրանից առաջ պետք է բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, այնուհետև մեկնաբանություններ թողնել ջերմ մեկնաբանություններ մեր բոլոր հոլովակների եւ հարցազրույցների ներքո, հետո նաեւ կիսվել ու տարածել մեր հոլովակներն ու հարցազրույցները։ Կանխավ շնորհակալ ենք։ Պետք է նաև խնդրեմ, որպեսզի դառնաք աջակիցը մեր ալիքի կամ հարցազրույցների Patreon-ում եւ Boosty-ում կամ Patreon-ում կամ Boosty-ում։ Հղումները կարող եք գտնել նկարագրություններում։ Կանխավ շնորհակալ ենք։ Գումարը շատ փոքրիկ է, բայց դուք դառնալու եք մեր հաղորդման մեկենասը կամ հովանավորը։ Այս մասով այսքանը, այժմ ներկայացնեմ իմ հյուրին, Արմեն Մարտիրոսյան, ողջույն Արմեն։ Ողջույն, շնորհակալ եմ հավերի համար։ Ես էլ շնորհակալ եմ մեր տաղավար գալու համար։ Ես դες ուզում եմ ներկայացնել պարզապես որպես հայ հայրիկ, մնացած գործունեությունների մասին կարծում եմ ընթացքում դեռ կխոսենք։ Այսօր արդեն առիթ ունեցել եմ խոսելու մի շատ լավ պապայի հետ, ով առաջին պապա բլոգի հեղինակն է, ճանաչում եք իրեն Գրիգորին։ Ընտիր, շատ լավ։ Այն որ հրաշալի մարդ է եւ հրաշալի մասնագետ, դա կարծում եմ պարզ է բոլորիս համար, բայց որ հրաշալի պապա է նաև, դա վերջերս եմ ես արդեն իմացել, կախված իր բլոգից, եւ քանի որ ձեր ձագուկը շատ ավելի փոքր է, քան Գրիգի ձագուկը, դրա համար ձեզ հետ կուզեմ ավելի զգացմունքային շերտեր բացենք, հա, հայրիկ լինելու զգացմունքային շերտերը։ Առաջին անգամ երբ գրկեցիք ձեր ձագուկին, ինչ զգացողություններ ունեիք։ Շաքավացի հիմա եմ շաքավում, սեպտեմբերի 3-ն էր 2024 թվականի ու առաջ անգամ ես ցնդաբերության մասնակցում էի կնոջս, անպայման դա չէր քննարկում մեր մոտ մասնակցել, թե չէ միանշանակ որոշեցինք որ պետք է մասնակցեմ ես ու ես ու կինս հիշում ենք որ մեր կյանքի ամենագեղեցիկ օրերից մեկն էր, անգամ կինս է հիշում ամենագեղեցիկ օրերից մեկն էր, այն դեպքում երբ որ ինքը ցնդաբերել է, փառքասու ամեն ինչ լավ էր, լավ անցավ եւ երբ որ ձագուկից գրկեցի, ես հասկացա որ ամենագեղեցիկ երեխային եմ գրկում տիեզերքում, ես հասկացա որ դա մեծ օրհնություն է ինձ համար։ Ես 35 տարեկանում եմ հայրիկ դարձել, ես հիմա 36 եմ ու տարիներ ընդհանրապես շուտ ունենալու կապություն էր բացարձակ, կարող հենց մինասի պապան լինելն էր եւ գրկելով երեխայից հասկանում ես որ օրհնված ես եւ երբ որ դու հասկանում ես որ դու ներգրաված հայրիկ ես եղել մինչև ծննդաբերությունը փորձել ես ամեն ինչ կնոջդ համար անել եւ գիտես որ ել ավելի ներգրաված պետք է լինես երեխայիդ կյանքում հասկանում ես որ դու ել ավելի օրհնված ես զգացողությունները էմոցիաները շատ վառ էին ես ինքս էմոցիոնալ մարդ եմ եւ ապրում եմ էմոցիաներով ինձ համար էմոցիաները կյանքի այսպես կարելի ասել շարժիչ ուժերից են ամենակարևոր եւ այդ պահին երեխայի հետ երբ որ կիսարնոտ, կիսա ինչպես խառ այսպես վիճակներ, երբ որ դու գրկում ես սպորտն ես եմ բնականորեն կտրել, այդ զգացողությունները որևէ բանի հետ չի կարելի փոխանել, չի կարելի խառնել ընդհանրապես։ Հետաքրքիր է այդ ամենը դուք այնքան բնականորեն, այնքան օրգանական եք ներկայացնում, որ այդպես էլ պետք է լիներ, այսինքն ներկա լինել ծննդաբերության արարողությանը, ոչ բոլոր հայրիկներն են այդպես կարծում, որ այդպես էլ պետք է լիներ, ինչն է նպաստել, որ ձեր մեջ այդ ամենը հենց այդպես էլ դասավորվել է։ Շատ երկար տարիների փորձառություն է։ Իհարկե ես շատ ողջունում եմ ցանկացած տարիքում, եթե մարդիկ ամուսնանում են եւ հաջողեն ամուսնանում, երջանիկ են միմյանց հետ, դա կլինի 18-20 տարեկան ցանկացած եւ երբ նրանք երեխա են ունենում ու սիրում են երեխային, դա միանշանակ շատ հաճելի է, սիրուն երևույթ է։ Բայց այստեղ կարեւոր է որ երբ որ դու երեխա ունենաս 35 տարեկանում, երբ որ այդ արդեն բավական մեծ կյանքի փորձառությունն ես, տարբեր այսպես եւ անձնական առումով եւ գործնական առումով, դու շատ ավելի եթե խոհեմ ես լինում ավելի էմոցիոնալ առումով ավելի հասուն ես լինում եւ շատ ավելի գնահատում ես կյանքը իր բոլոր դրսևորումներով եւ ամենակարևորը գնահատում ես հենց այդ պահը եւ ուրիշ այսպես իրավիճակ քան այն որ ես իմ կնոջ կողքը պետք է լինեմ ու ամեն հնարավորությամբ մեր բժիշկը դավել է ուրիշներու հրաշալի ֆանտաստիկ բժիշկերից հարազատացել ենք մտերմացել ենք ու որևէ խնդիր չէր կարող լինել բայց ուղղակի կնոջ կողքը չլինելը իմ մտքի որևէ այսպես դարակում անկյանում չէր քննարկում իր մոտ չէր քննարկում չէր մտածում այսպես շատ սահուն է ստացվել հավանաբար պատճառը նաև այն էր որ երկար տարիների փորձառություն, հասունություն, խոհեմություն
ու իրավիճակ, որ անհնար է ներկա չլինել։ Ես շատ լավ հասկանում եմ այն հայրիկներին, որոնք ներկա չեն գտնվում կամ չեն ցանկանում կամ պատրաստ չեն, ես չեմ հորդորի նրանց բնականաբար ներկա գտնվել։ Այստեղ շատ կարևոր է, որ մարդը հասկանա ինքը ինչքանով է պատրաստ, ինչքանով է օգնելու իր կնոջը, ինչքանով չի խանգարելու եւ կինոս մեր կատակով ասում է, որ 50-50 ենք ծննդաբերը, որովհետեւ ֆիզիկապես, այսպես վարժանքներով, վարժություններով ընթացք աճ ցախ թիակներս չէին աշխատում այնքան է օգնել այսպես հետեւյալված հրումներ կատարել ու էմոցիոնալ առումով փորձել ոնց որ աջակցել, եթե տղամարդիկ հասկանում են, որ վստահ կարող են ներկա լինել եւ օգնել իրենց կանանց, դա ֆանտաստիկ փորձառություն է տղամարդկանց համար, բայց կարող է շատ ճիշտ դիրքով հետևել եւ ճիշտ դիրքով այդ ամեն ինչը կազմակերպել, իսկ այն բոլոր տղամարդիկ, որոնք ուղղակի հասկանում են, որ չեն կարող ոչ միայն օգուտ տալ, այլ նաեւ վնաս կտան եւ իրենց կանանց եւ իրենց, միանշանակ հորդորում եմ չմասնակցել։ Այստեղ նաեւ երևի որոշման հարց է եւ գուցե աշխատանք է պետք իրանց ներսում կատարել, շատ կանայք են, ես գիտեմ ցանկանում որ իրենց տղամարդիկ մասնակցեն, բայց տարբեր պատճառներով դա հնարավոր չի լինում։ Ինչ փոփոխությունների ենթարկվեց ձեր կյանքը Ձագուկի ծնունդից հետո։ Շատ նոր, շատ տակիր ներբերանգներ եմ զգում արդեն սիրո դրսևորման տեսքով, երբ որ դու սիրում ես ընկերոջդ, մայրիկիդ, հայրիկիդ, քրոջդ, երբ որ ունեն ես սիրելի ու սիրում ես իրեն ու ամուսնանում ես իրեն լինելով արդեն համարելով քեզ ամբողջովին լիարժեք երջանիկ, դու չես համար, երբ որ դու ամուսնանում ես ճիշտ մարդու հետ, դու արդեն համարում ես քեզ լիարժեք երջանիկ, դու չես ասում ես երեխա չունեմ, ես լիարժեք երջանիկ չեմ, ոչ, դու այդ պայծառությամբ լիարժեք երջանիկ ես, բայց երբ որ ունեմ ես երեխա, մանավանդ սիրուց ծնված, այս ամենակարևոր երևի թե բաներից է, որ սիրուց ծնված երեխա, դու հասկանում ես, որ ոչ թե այնտեղ լիարժեք չէր այն ժամանակ, լիարժեք էր, հիմա ոնց որ այլ ավելի լիարժեք է, գնալով այլ ավելի լիարժեք է լինում, որ ասում են ավելին ուղղակի հնարավոր չի սիրել կամ ավելի ոչ թե ավելին, այլ ձև դու զգացել ես ամենան սիրո մեջ, դա երբ որ երեխա ես ունենամ տղա, մի ձևադրսևորում, աղջիկ ես ունենում այլ ձևադրսևորում, երրորդ, չորրորդ երեխան լրիվ այլ ձևադրսևորում եւ շատ հետաքրքիր եւ նոր ներբերանգներ եմ զգում, նոր էմոցիաներ եմ զգում, ոնց որ քիչ առաջ ասեցի, ինձ համար շատ կարեւոր են էմոցիաները եւ ես տղայիս մինասին շատ շնորհակալ եմ, որ ինքը հնարավորություն է տվել ես այս օրհնությունը եւ այս մեծ այսպես ներկապնակը, գունապնակը իրականում բացահայտեմ իմ մեջ, որով ել ավելի եմ հարստանում։ Ես կարծում եմ, որ իմ տղայի ծնվելուց հետո ինքը ամսի 3-ին կդառնա 7 ամսական արդեն, այս 7 ամիսը ես շատ գունեղ ու շատ տակիր կյանք եմ ունեցել ու չեմ պատկերացնում հետագայում այլ երեխաներ երբ ունենանք աղջիկ գուցե մեկ այլ տղա ես ինչպես կդրսևորեմ եւ այլ ինչ էմոցիաներ կբացվեն, բայց ես վստահ եմ, որ սա դեռ առավելագույնը չէ եւ շատ այլ երեխաների ես ժամանակ առաջ ասում էի 11 երեխա, 10 երեխա, բայց հիմա հասկանում եմ, որ բնականաբար այսպես տարբեր պատճառներով նոր ցավոք չի լինել, բայց ամեն մի երեխայի ծննդով, ամեն մի երեխայի լույս աշխարհ գալով նոր զգացողություններ եւ նոր այսպես ներկապնակա քո կյանքում հայտնվում, որն է կյանքի գեղեցկությունից մեկն է երևի թե։ Արմեն, քո ձեր զգացմունքներին մտերմիկ ենք դառնում եւ ընթացքում արդեն դուն փոխարինվում է դույով, բայց շարունակենք դուքով խոսել։ Ձեր էմոցիաներին ես ծանոթանում էի ընթացքում, երբ ձեր Ձագուկը նոր էր ծնվել, դուք համացանցում օրագրի նման ամեն օր ներկայացնում էիք ինչ փոփոխություններ եք ապրում, ինչ զգացմունքներ ունեք, ինչ նորություններ են սկսվում եւ այդ ընթացքը շատ հետաքրքիր էր իհարկե։ Բայց մի ուրիշ հարց եմ ուզում տալ։ Դուք ձեր խոսքի մեջ ասացիք, որ երբ ամուսնանում ես ճիշտ մարդու հետ, ինչ ասել է ճիշտ մարդու հետ ամուսնանալ։ Մի անգամ կրոնից հետ խոսում ենք, թե ինչ է սերը եւ ինչ կարելի է անվանել սեր ու ոնց են հասկանում, որ մարդիկ ճիշտ մարդու հետ են ամուսնացած, երբ որ մի քիչ բարձ օրինակ կհնչի, բայց երբ որ դիմացինի թերությունները կամ դիմացին ոչ այնքան այսպես դրական կողմերին դու հիացմունքով ես նայում կամ այսպես sense ջերմությամբ ես նայում ու տենց այսպես գեղեցիկ այսպես թաքնված հմայքով եւ թե այդ սիրո բնորոշումն էս մեկն է երբ օրինակ ես չգիտեմ ինչ որ մի հատ բնավորության գիծ ունեմ որը ամենա երևի տենց դրական ամենատակիներից մեկը չի ես դա դրսևորում եմ տանը կենցաղում Կինս կողքից նայում է ոչ թե նեղվում է, ոչ թե նկատողություն ունի, ոչ թե այսպես ինչ-որ նման դիպան, այլ կողքից այսպես նայելով, sense ժպտում է ուղղակի այդ երևույթին ու ինքը այդ խնդիրը ճակերտավոր կամ ոչ ճակերտավոր գուցե հետաքրքիր հնարավորություն է դիտարկում, փաստացի։ Ես
ժամանակին շատ տարիներ առաջ, երբ որ ասում էին ինչա ճիշտ մարդու հետ ամուսնանալը, եւ ես մի բան անգամ մտածում եմ, որ ես ցավոք կարող չգտնեմ այդ ճիշտ մարդուն, տենց անկեղծ ասեմ մեկ մի ընթացքի հաստատվել է, տենց մտածում եմ, ես մենակով էլ շատ հետաքրքիր լավ կյանք եմ ապրում ու ինչ նախանտին, ինչ տարբերություն, այսպես ժամանակին։ Հա, ես դա այդ կարծրատիպերին էլ բնականաբար դեմ եմ, որ պետք է մարդիկ անպայման ամուսնանան, իհարկե, եթե նման ցանկություն ես, շատ ցանկալի է որ գտնես քո մարդուն ամուսնանաս, բայց երբ որ գտնում ես մեկին, ում իրոք լիարժեք սիրում ես, ամեն ինչ շատ հեշտ է տրվում, ֆանտաստիկ հեշտ է տրվում, որևէ դժվարություն չկա, որևէ խնդիրներ չկան, էական խնդիրների մասնաբնական խոսքը եւ կարևոր բանից մեկը, երբ որ մենք ունենք, այդ միմյանց ամբողջովին հասկանալն է, գիտակցելն է, դիմացինի արժեքը, պատկերացնելն է, որ մենք ապրում ենք մի կյանք ու ուզում ենք հենց իրար հետ ապրենք, վերջերս ծննդյան սորոկինս էլի խոստովանություն արեց եւ առաջարկություն արեց ինձ ես մեկ անգամ արդեն էլ ավելի խորը ծերությունի հետ ապրենք, ես իրեն առաջարկություն եմ արել, որ ամուսնությունի կյանքից հետո ով ոնց կհավատա շարունակել մեր համատեղանց որ կյանքը դա հնարավոր կլինի ճիշտ մարդու հետ ապրելով բացարձակ հանգստություն խաղաղություն ես ապրում ինչքան էլ բարդ մարդ լինես ինչքան էլ կենցաղային խնդիրներ հարցեր լինի եթե գտնում ես ճիշտ մարդը ճիշտ բալանսավորումը տեղի ունենում երկուստեք ու օրինակ որպես բերեմ, եթե անգամ կենցաղային կամ ընթացիկ շոր խնդիրներ են լինում փոքրիկ շուտ հարցեր, մենք մինչև չենք բարձրաբանում այդ խնդիրները, մինչև չենք հասկանում ամբողջովին թե ինչից եղավ, ուր ա գնում, մենք առաջ չենք գնում։ Ես ինչ որ բնավորության գիծ ունեմ, որ մի փոքրիկ բանը կարող եմ դարձնել մի քիչ ավելի ծանր, այդ ինքը գիտի դրա մասին, ADHD-ի հետևանքն է դա որպես ուշադրության եւ անուշադրության խանգարում կարող ենք թարգմանել հայերեն եւ անպայման ամեն ինչ ցանկացած իրավիճակ, երբ որ մի քիչ բարդ չէ, մի քիչ հայտնի չէ դիմացինին, մենք անպայման խորհրդակցում ենք, խոսում ենք, խորանում ենք այնքան մինչև մենք բարձրաբանենք բոլոր հնարավոր հարցերը, նոր առաջ ենք անցնում, որևէ բան չենք թողնում վաղվան։ Ես չէի պլանավորել այսօրվա մեր զրույցի ընթացքում խոսել ընտանիքից, մասնավորապես հայ ընտանիքների մասին, բայց քանի որ թեման այսպես ծավալվեց, անդրադառնանք։ Վերջերս ես մի վիճակագրության ծանոթացա, որ Հայաստանում ընտանիքները գոյատևում են 5 տարի հիմա։ Ինչ ես կարծում, ինչն է պատճառը։ Միմյանց հավանաբար նախ առաջին շատ դեպքերում շատ ավելի շուտ են ամուսնանում Հայաստանում իհարկե վերջ տարիներին տենդենս ավելի մեծ տարիքում ամուսնանալն է, բայց ամուսնանում են շատ դեպքերում կարծրատիպերով եւ ընդհանրապես հասարակական ճնշմամբ, ծնողների ճնշմամբ շատ դեպքերում զուտ ամուսնանալու համար, զուտ ընտանիք կազմելու համար, դե բայ ոնց պետք է անի այլ տարբերակ չկա։ Ամուսնանում են մարդկանց հետ հավանաբար, որոնց հետ իրենք ուղղակի երջանկություն գտնելու շատ դեպքերում հնարավորություն չունեն, հավանաբար հանդուրժող չեն լինում բավարար չափով եւ ընդհանրապես այդ կյանքի մասնությունը, փորձառությունը եւ խոհեմությունը բավարար չափով չի լինում այդ մարդկանց մոտ կարծում եմ ես չեմ ասում բոլոր ովքեր ամուսնացան պետք է շարունակեն իրենց կյանքը նույն կերպ բացարձակ բոլորն ազատ են կարող են ամուսնանալ, բաժանվել, կրկին ամուսնանալ բազմաթիվ անգամ մինչև գտնել իրենց երջանկությունը։ Բայց դա ճիշտ է։ Ես խնդիր չեմ տեսնում։ Եթե մարդը փորձ է կատարել եւ հասկացել է, ես չեմ խրախուսում դա, բայց ես այստեղ խնդիրը չեմ տեսնում այն առումով, որ եթե մարդը փորձ է կատարել երջանկության հետևից գնալու եւ չի ստացվել, եւ հասկանում է, որ դիմացինների հետ ինքը երջանիկ չի լինելու, բնականաբար շատ նորմալ է համարում, որ ինքը եւս մեկ փորձի հնարավորություն ունենա, ոչ թե ամբողջ կյանք այսպես տանջի կամ երեխաներին այսպես տանջանքների մատնի, եթե նման երեխաներ ունեն, այլ ինքը մեկ այլ փորձառություն կություններ, այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Իհարկե չեմ խրախուսում, որ բաժանվելը խրախուսելը չի, բայց շատ դեպքերում դա շատ ավելի այսպես ճիշտ եւ խրախուսելի տարբերակ է, կարևոր հետաքրքիր տարբերակ է, քան ընդհանրապես այսպես ոչ երջանիկ ամուսնությունը։ Դեք պատճառները հավանաբար շատ տարբեր են, կենցաղային են լինում, այստեղ զուտ մարդ պետք է ամուսնանա իմ կարծիքով այն ժամանակ, երբ որ ինքը քիչ թե շատ հասկանում է, որ հասել է այդ իմ ասած խոհեմությանը։ Դա ինչ է կարելի է շատ երկար խոսել դրա մասին, բայց ես ամուսնանայի 10 տարի առաջ, 7 տարի առաջ, 15 տարի առաջ թե հիմա, դա լրիվ տարբեր բան է։ Կապ չունի, որ եթե Զոյային էլ հանդիպեի 10 տարի առաջ, հավանաբար մեծ հավանականությամբ մենք այսպես ընտանիք չէինք ունենա։ Ինքն է հասել իր իրավիճակին ճանապարհով կյանքի, ես եմ հասել իմ կյանքի ճանապարհով այս փուլին, եւ մենք արդեն մի ընտանիք ենք, որը ինձ այն մարդիկն են, որոնք իրար հետ շատ երջանիկ են զգում, շատ ապահով են զգում, մեզ էլ շատ կարևոր երջանկության մեջ, սիրո մեջ ապահովության զգացողությունը, միմյանց փայփերու զգացողությունը, ամեն ապարագայում միարկող լինելու հնարավորությունը, հավանաբար այս խոհեմության իմաստության շատ դեպքերում պակասն է լինում։ Իհարկե մենք բաժանությունների թեման շատ լուրջ է Հայաստանում եւ
կարծում եմ այդ թիվը շատ ավելի մեծ է, քան պաշտոնական վիճակագրությունը, քանի որ շատերն ուղղակի չեն ամուսնանում ԿԿ մարմիններով կամ նման տիպ այլ համակարգերով եւ իրենց բաժանության մասին մենք ուղղակի տեղեկատվություն չենք ունենում։ Լավ, վերադառնանք Մինասին։ Ինչու Մինաս։ Մի օր մեր ընկերներիդ մեկի տանը նստած էինք, կնոջս ընկերու ով բալիկ էր ունեցել ու ոնց ընկերներ հավաքվել ենք շնորհվելու եւ մեր ընկերներից մեկը իր մեր ծանոթներից մեկը իր երեխային կոչեց Մինաս, ասեց Մինաս ուր ես գնում, կինս Արմեն Մինաս, շատ տակիր անուն է, ասի վաու Մինաս, ու տենց շատ տարբերվող, տենց միանգամից կպավ այդ Մինաս անունը եւ մենք գրեթե չենք քննարկել որևէ այլ անուն, միանգամից դրել ենք, հիմա անգամ արդեն երբ որ առաջնասված ապագայում աղջիկ ունենանք, անգամ աղջկա ունենք արդեն մտածել ու տենց չենք քննարկում ուրիշ ինչ անուն պետք է լինի, հիմա տղայի մասն ենք մտածում, որ եթե տղայի ինչ անուն պետք է դնենք, իրական մի մոտ շատ բարդ է ստացվում անկեղծ ասեմ նմանատիպ բաներ, ընտրությունները տենց կոնկրետ անուններից մի անուն ընտրել, բայց հիմա այս դեպքում իմ տղայի դեպքում եւ ապագա առաջնասված աղջկա դեպքում շատ հեշտ է ստացվում հետաքրքիր է հավանաբար այն պատճառը որ իրենք հենց այդ անուններ պետք է ունենային ոնց որ այսպես չակերտավոր վիճակված էր որ իրանք մեկը լիներ Մինաս մեկ ուրիշը աղջիկը այն անունը որը կընտրենք իր համար դուք ասացիք որ պատրաստվել եք ծնունդին հա ես ոչ միայն պատրաստվել եմ այլ նաև իմ գործընկերների հետ մեկտեղ հարիկների ակումբ եմ ստեղծել 7-8 ամիս կրթվելով այդտեղ փորձելով ոնց որ ինքնակրթվել, քանի որ ես ինքս դժվար նստեի գրքեր կարդալ երկար, առանձնատկություններ ձեռնելով եւ ստացած այդ ուշադրության խնդիրը խանգարումը շատ բարդ է դարձնում ուղղակի գրքեր կարդալու կամ ընդհանրապես ցանկացած երկարատև շուտ բանալու process-ը ես կարճ ժամկետ կտրված շատ բաներ եմ կարող անեմ, բայց երկար այսպես ուղղակի գրքեր թերթել կարդալը շատ բարդ է իմ մարդկանց համար տեսեք երևի թե եթե հարցը ճիշտ հասկացա ամենամեծ խնդիրը բարդություններից դժվարություններից դա գիշերը չքնելու այդ խնդիրն է չես զգուշացրել են շատ ես անչափ շատ եմ սիրում փոքրիկես ու մանավանդ առաջի ամիսներին ես ինքս շատ մեծ ակտիվություն եմ սապերել գիշերների ես եմ փորձել քննացնել եւ այլն այստեղ ուղղակի իմ արդեն համակարգն այնպես է կառուցված, որ եթե գիշեր ես չեմ քնում, շատ տարբեր այսպես դրսևորումներ են ունենում, հենց այս խնդրի հետ կապված առանձնատկության կապված նկարագրեցի եւ դա երևի ամենամեծ կնոջ համար գուցե, բայց ինձ համար առանձնատուկ ամենամեծ փորձություններից մեկն էր, որը հենց մեծ հոգատարությամբ եւ սիրով ենք այդ ամենը անում դժվարությունը փոքր չէ, քիչ չէ, անգամ այն պարագամ երբ որ իմ փոքրիկը նաև այսպես շատ այսպես ակտիվ եւ շատ դժվար երեխա չէ, բավական հանգիստ երեխա է, համատացալ երեխաների հետ, բայց անկախ ամեն ինչից գիշերվա քունը երբ որ խաթարում է, բայց այստեղ կարևոր մի բան է, որ երբ որ դու հասկանում ես դա հանուն ինչի է, եւ հասկանում ես որ դու հանուն երեխայի եւ առողջության ու ապագայի հետ ամբողջանում ուղղակի չքվում է մենք լսել էինք մենք գիտեինք ես գիտեի որ բնականաբար այդ դժվարությունը առաջ է գալու բայց մի բան է լսել իմանալը մի բան է այդ ամեն ինչով անցնել էլ Ես վստահ եմ, որ դուք արժանապատվորեն թուրը դրել եք պատյանի մեջ։ Դեռ չենք դրել, դեռ թուրը մենք դեռ շարունակում ենք, այո, եւ մտածում ենք ասում ենք 7 ամսականում ավելի հանգիստ է եղնելու, մի ընկերների ընկերների մասը ասում է, գիտես, այո 7 ամսականում ավելի արդեն սկսում են հանգիստ, 9 ամսականում ավելի հանգիստ, մի ընկերը արդեն 2-3 տարեկան երեխայի դեռ չի կարող նորմալ քնի իր հայտնից շատ խառնա, բայց մենք մեծ սիրով ենք ամեն ինչ անում անկախ բոլոր դժվարություններից։ Դե դրանք ընդհանրապես շատ ինդիվիդուալ են լինում, ոչ էլ համեմատեք որևէ մեկի հետ։ Իհարկե։ Ունեք արդեն ընդգծված սովորություններ, որ հենց այդպես էլ վարվում եք փոքրիկի հետ կամ իրեն արդեն սովորեցնում եք ձեզ հետ հարաբերությունների մեջ ինչպիսին լինել։ Այո, երբ որ դեռ փոքր չէր ծնվել, կինս դեռ հղի էր, ես այդ ժամանակից սկսած եմ արդեն սովորություններ ձևավորել եւ տղայիս հետ շատ էի խոսում։ Չնայած ավելի շատ խոսացող պապա ով կլինի ես մասին օրինակ գիտեք կինս անդադար ծիծաղում էր ես խոսում եմ կյանքի մասին իմ կյանքի մասին իմ առօրյայի մասին քանի որ ուղեղը շատ արագ է աշխատում շատ դեպքերում ես կարող ուղղակի շուտ բաներ հորինել զուտ Since իր հետ կապված շուտ բաներ հորինել որ ինքը արդեն առաջ դասանը գնացել առաջ դասանը ինչպես ինչ-որ չեմ ինչ բանի մասնակցել ու ինչ-որ բաներ հորինել սկսած նրանից որ ես իմ մասին էի պատմում միշտ ասում էի մինաս պապանա կապի մեջ այդ արտահայտությամբ սկսում էի կապի ավարտ մինաս ու ոնց այդ պահին կապի ավարտը պետք միշտ իր կողքին էի ու սկսած իմ առօրյայից իմ կյանքից թե ինչ եմ ունեցել այդ օրվա գրաֆիկս ինչ ա եղել ինչ հաջողություններ ունեցել ինչ ձախողումներ ունեցել շատ էի պատմում իրան ու իր նաև ապագայի մասին
դու կմեծանաս այսպես, բայց ոչ թե կանխորոշելով թե ինչ պետք է դառնա եւ այլն, երբեք մենք դրա մասին հեսակ խոսեմ, կնոջ հետ շատ ազատ ու շատ բաց ենք եւ ամեն ինչ ենք ուզում անենք, որ ինքը իրեն բարթող ստեղծենք, անվտանգության միջավայր ստեղծենք, խաղ, հանգիստ եւ սիրո մթնոլորտ ստեղծենք, որովհետեւ ինքը զգալու այդ ամենը անի կյանքում ինչ որ ինքը ուզում անի եւ բոլոր առանձնատկությունների հաշվի առնելով մենք մենակ կխթանենք այդ ամենը եւ խոսելով եւ մինչեւ հղիության ժամանակ մի ծննդաբերությունից հետո էլ շատ հետաքրքիր կապ ձևավորվեց իմ ու տղայիս միջև եւ առավոտյան երեկոյան էլ խոսել անդադ եմ խոսում ես իր հետ ու հետաքրքիր այսպես շրջաններ ունենք իր հետ առավոտյան քանի որ գիշերը կինս ավելի շատ է կաթա տալիս միշտ ավելի շատ ինքնա ծանրաբեռնված լինում քան ես առավոտյան ես 1-1.5 ժամ նվազագույնը այսպես ինտերվալ ենք նախատեսել այսպես սովորություն ենք ձևավորել որ առավոտյան ես պետք է երբ որ արթնանում ենք չգիտեմ 7:30-8-ին արթնանում երեխաս դրանից հետո 1-1.5 ժամ ես բոլոր գործերս մի կողմ դրած աշխարհներ թե ինչ է կատարել աշխարհում ես իմ փոքրիկի հետ եմ առաջին հնարավորություն եմ տալիս կնոջս որ հանգստանա փորձի վերականգնվել այդ բավականաչափ իրեն օգնում է մյուս կողմից էլ ես երեխայիս հետ բավարար ժամանակ եմ անցկացնում այդ շատ հետաքրքիր է իմ ու իր ժամանակն է դա եթե շոմատ լուրջ հրատապ շոշտապ հարց չառաջանա որ ես պետք է առավոտյան շատ դուրս գամ այդ ժամ կես գուցե 2 ժամը ես իմ փոքրիկի հետ եմ խաղում եմ ճփում եմ խոսում եմ ունենք սովորություն որ երբ որ կինս լողացնում է երեխային հաշվում 1 2 3 վերջ մարդն լողացնելով sense բանացել հենց երեքը ես եթե այնտեղ կողքը չեղար ես անպայման պետք է գնամ sense ձի կանգնեմ ու երեխայի սրբիչով վերցնեմ տանեմ տեղում սիրեմ շոյեմ խոսամ ինչեւ հետո արդեն իրեն բան կանենք առաջի 2-3 ամիսը գիշերը քննացնելուց առաջ եւ բուն գիշերը երբ որ ինքը հարթանում էր ես էի վերցնում եւ գրկից փորձում քննացնել սովորություն ունեինք շատ տարբեր ռոք հայտնի երգիչների Queen-ի Freddie Mercury շատ Beatles-ի շատ տարբեր այսպես հիմնական Queen-ներ իր երգերի տակ քննացնել երեխային այսինքն ես իմ գրկում այսպես կարող է կես ժամ 40 րոպե ու ամեն երեկո այդ ռիտուալ էր մեզ համար դարձել այսպես սովորութային շոր բաներ դարձել ու այդ ռիտուալը այդ սովորությունը հաղթեց այն ժամանակ երբ որ մեջքիս հետ կապված ես ճողասկ ունեմ այդ ճողասկը իր մասին սկսեց խոսալ ցավոք սրտի 2-3 հրաշալի ամիսներ էին առաջի ամիսները հետաքրքիր այսպես սովորութային բաներ երեխայից հետ ու ավելի էր մտերմացնում միմյանց ինձ ու իրեն այսպես խաթարվեց դրանից հետո արդեն ձևը փոխեցին քննացնել հիմա ավելի հեշտ ու ավելի հետաքրքիր հնարավորություն են գտել երեխային քննացնելու բայց այդ ռիտուալը փորձում եմ միշտ ոնց որ կանգուն պահեմ շատ եմ սիրում իր հետ ապարել շատ եմ սիրում իր հետ ապարել եւ կատակով կնոս ասում եմ որ իր հարսանիքի ժամանակ ես որ աղջիկը պապայի հետ ապարում ես տղայիս հետ եմ ապարել չգիտեմ դա ոնց կնկալ բայց շատ մեծ ցանկություն եմ ու ահա որ ուրախանում եմ որ ինքը դեռևս 7 ամսական չկա բայց երբ որ ուրիշի գրկում ալինում եւ կանչում իրան ինքը մի վարքյան առանց վարանելու միանգամից իմ գիրքն է գալիս ու ամենակարևորը ինքը իմ ու իմ կնոջ գրկում իրան շատ ապահովազգում շատ հանգիստ ու խաղաղ ու պաշտպանված ազգում դա հստակ զգացվում է որը կարծում եմ ֆանտաստիկ կարևոր է եւ ընդհանրապես մենք ինչ կարող ենք քիչ առաջ ոնց որ խոսացի երեխային պաշտպանություն ու շատ մեծ սեր իհարկե մենք շատ հարցերում կարող ենք յան օգնել խորհուրդներ տալ ինչ որտեղ ուղղորդել ճակերտական ոչ ճակերտարով բայց դրանից ավելի ինչ որ նշեցի հավանաբար մենք չենք կարող տալ եւ ինչ որտեղ ինքնախապեյություն է երևի որտեղ հասարակությունը շատ մեծ ազդեցություն է թողնում խապեյությունը ինքնախապեյություն է որ կարծում ենք մենք շատ հարցերում ել ավելի մեծ աջակցություն կարող ցուցաբերենք հիմքը ճիշտ եթե կարողանաս դնես եւ կարողանաս իրեն պաշտպանես ինքը զգա պաշտպանված ամենակարևորը որ ինքը իմանա որ ունի նվազագույն երկու մարդ որ կյանքի ցանկացած իրավիճակում ցանկացած պարագայում ամենավատար սցենարներից սկսած ամենահրաշալի ուրախալի երջանիկ պահեր ինքը կարող է կիսվի մենք իրան կլսենք իրան կլսենք ու ինքը լսված կլինի ցավոք մեր հայ հասարակության մեջ էլի բավականին լուրջ խնդիր է եւ շատ երեխաներ ուղղակի չլսված են իրենց իրենց ամբողջ կյանքի ընթացքում մենք դրանով տեսնում ենք շատ երիտասարդների որոնք բարձր երաժշտությամբ այսպես քաղաքով պատտվում են այդ չլսված տղաներն են երեխաներն են եղել ժամանակին շատ ագրեսիվ տղամարդիկ որոնք իրենց կանանց նեղացնում են շատ տարբեր ֆիզիկական հոգեկան հոգեբանական առումներով հավանաբար չլսված եւ շատ տարբեր տրավմաներով փոքր ժամանակ երեխաներն են եղել կարևոր է որ եւ կինս եւ մասնավորապես ես
շատ ես ինքս երկար տարիներ հոգեբան եմ աշխատել, որպեսզի այդ բոլոր առանձնահատկությունները, խնդիրները, տրավմաները, փոքր ժամանակվա այսպես այն ամեն ինչի ունեցել եմ, թեպետ հրաշալի ընտանիք ունեմ ու հետաքրքիր մանկություն, լավ մանկություն ունեցել, բայց այդ ընթացքում տարբեր կորուստներ, տարբեր տրավմաներ եմ ունեցել, վերապրեմ, հնարավորինս մաքրեմ, որ ես իմ երեխային չփոխանցեմ։ Շատ մեծ է ռիսկը, վտանգը, որ մեր բոլոր կարծրատիպերը, խնդիրները, խնդիրները մենք չհասկանալով անգամ կարող ենք փոխանցել մեր երեխաներին եւ փաթաթենք իրենց այսպես ուսերին այդ ամենը երբեք չի կարելի թույլ տալ դա։ Իրանք առանձին անկախ մարդիկ են, իրենք հստակ սուբյեկտներ են, իրենք պետք է ապրեն իրենց կյանքը։ Մենք ինչով կարողանանք օգնել ենք, չէ՞, չենք հանգարել երբեք։ Այսինքն պետք է տալ թևեր, պետք է տալ հնարավորություն, որ երեխան թռնի, ուրիշ ոչ մի բան։ Ես ինքս մանկավարժ եմ նաև մասնակցությամբ ու որոշակի ժամանակ դասավանդել եմ եւ այստեղ եւ իմ գործընկերն ասում են, որ մենք պետք է ուղղակի չկտրենք երեխաների թևերը։ Ուրիշ ոչ մի բանի մեծ հաշվով կարելի չկա։ Օգնենք, հենք ստեղծենք, բայց չկտրենք իրենց թևերը։ Ավելին անելու երևի անհրաժեշտություն չկա։ Այսինքն պետք է երեխային տալ թևեր, պաշտպանություն եւ սեր։ Բայց բացի այս ամենից, հայրենիքի հետ կապված ինչ արժեքներ պետք է ներարկել երեխայի մեջ։ Սա էլ կարևոր շերտ է։ Ես կարծում եմ, եթե ինքը մեծանա առողջ, հոգեպես, բարոյապես եւ ինքը որպես անհատ քաղաքացի նաեւ, հա, լինի առողջ, ինքը իր հայրենիքի համար էլ բավարարական է։ Ինքը չի խոսապի շատ պարտավորություններից, որ պետք է անի, ինքը իր իրավունքներից կօգտվի 100% շատ չի եւ կանի առավելագույն ես կարծում եմ, որ պետք է առողջ ուղակի անհատ ստեղծել, առողջ անհատ ձևորել եւ մեծացնել, որը եւ քանի որ ես ինքս եւ իմ կինը լծված ենք եւ մասնավորապես ես իմ հանրային գործունեությամբ փորձում եմ օգտակար լինել եւ հանրությանը եւ հայրենիքին որոշակի առումով այսպես շատ վերամբարձ կնչի հայրենիքին օգտակար լինելը, բայց հանրության գոնե որոշակի շերտերին իմ կարծիքով ուղղակի իմ տղան հետևել է ուղղակի իմ գործունեությանը, իմ ընկերների գործունեությանը, իր մայրիկին, իր հարազատներին, կարծում եմ բավականին լավ քաղաքացի եւ պիտանի մարդ կդառնա, դրանում գրեթե կասկած չունեմ, այսպես իհարկե ոչ մի բան չի բացառում կյանքում եւ այնպիսի ծնողներից այնպիսի երեխաներ են հասարակությանը տրվում, որ ուղղակի անհնար է պատկերացնել, բայց ես կարծում եմ կարևոր է եւ գենետիկան, որը փոխանցվել է ուղղակի մեր երեխային եւ ընդհանրապես ծնողները փոխանցում են երեխաներին եւ այդ միջավայրը, որ ստեղծում են երեխաների շուրջ եւ չափազանց կարևոր է գուցե անգամ 50%-ն է կազմում ապագա երեխայի այն միջավայրը, որտեղ ինքը գնում է մանկապարտեզ, դպրոց, բակ այժնում, քո ընկերների երեխաների հետ աշվում, վերջերս հայտնի այդ սերիալը այդ պատանմասին էլի ցնցեց ու շատ հետաքրքիր էր ինձ համար նաև որովհետև հայրիկի տեսանկյունից էր, պապայի տեսանկյունից էր ամբողջնայում բավականին հուզալի էր եւ մենք հասկանում ենք, որ հասարակությունն էլ բավական մեծ նշանակություն ունի, բայց եթե դու այդ հիմքը ճիշտ ես դնում եւ այդ մի քանի բազմից արդեն ասեցի, այդ սիրո, այդ համերաշխության եւ այդ ապահովության միջավայրը ճիշտ է ստեղծում, ինքը ինչ միջավայրում է լինի, ինչ իհարկե չես կարող դոգմատիկ ասել, բայց ինչ միջավայրում է ինքը լինի, ուղղակի իմանա, որ ունի պապա, մամա, որ ամենքին գուցե ինչ-որ հարցերով, ոչ բոլոր դեպքերին բոլորին, ինքը կգա, կկիսվի ու եթե ինքը չգիտեմ, ինչ-որ ծխախոտ ծխի, եթե ինչ-որ աստված միանացի ինչ-որ բան օգտագործի, ցանկացած պարագայում իհարկե չեմ պատկերացնում դա ինչ պետք է լինի, կյանքում ծխախոտ օգտագործած չեմ եղել, չկամ, բայց ցանկացած իրավիճակում, ամենածայրահագույն, վատթարագույն սցենարով, որ մարդու ուղեղը կարող պատկերացնել, եթե ինքը հայտնվել է դրա մեջ, ինքը կասի, պապ, գիտես, sense բան է եղել, ու ես չեմ քննադատի դատապարտի ու այսպես միանգամից բանանի շատ բարդ է դա, ես գիտեմ, դա հեշտ եմ ասում, չգիտեմ այդ շանակ ինչ կասեմ, ես սիրուն հիմա խոսում եմ ուղղակի, բայց տեսականորեն այդպես պետք է լինի։ Մենք իմանալով որ փորձ չունենք, ապա ավելի մեծ երեխայի շփման, այսպես տեսականորեն պատկերացնում ենք, հույս ունենալով որ պրակտիկն էլ հեռու չի լինի տեսականից։ Դե մի քիչ որ մեծանա դեռ կհանդիպենք, հետաքրքիր թեմա բացեցիք։ Սիրով։ Արմեն ջան, շատ հարցեր ունեմ, բայց քանի որ մեր ժամանակը սուղ է, դրա համար այսպես ձեր գործունեությանն էլ անդրադառնանք մի փոքր ամփոփենք, հասկանանք նախ ինչպես եք հասցնում ամբողջն իրար հետ, ընտանիք, բալիկ եւ նաեւ այդ գործունեությունը, որը շատ ծավալուն է, ինչքան ես եմ հասցնում ուսումնասիրել։ Իդեպ ինձ երբ գրում են քաղցկեղով հիվանդ կամ որևէ խնդիր ունեցող երեխաների համար դիմում են, օգնություն են խնդրում, ես պարտադիր ուղղորդում եմ դեպի ձեզ։ Շնորհակալություն եք գործը մեծացնելու համար, բայց մենք ուրախ ենք։ Ես ուրախ եմ ձեր կատարած գործունեությամբ եւ հպարտանում եմ ձեզնով անկեղծ ասած, բայց
Ինչպես է սկսվեց այդ գաղափարը, որտեղից սկիզբ առավ, ինչն էր պատճառը, որ մտաք այդ ամբողջ պատմության մեջ, չէ որ այդ շատ դժվար է, հոգեբանական, վստահ եմ, շատ լուրջ բաներ եք այդտեղ հաղթահարում, խոչընդոտներ, հա, ծանր զգացողություններ եք ունենում հաճախ։ Գիտեք, շատ տարի առաջ, երբ որ այսպես զրույցների ժամանակ, ուղղակի լրագրողները ինտերվյուների ժամանակ ցանկացած այսպես հանդիպման ժամանակ խոսում ենք, այսպես սիրուն, այսպես ինչ-որ չհասկանալով ինչ եմ այս ամեն ինչ մեջ, շատ սիրուն ինչ-որ sense բաներ ներկայացնում, ինչ-որ տեղ նաև հորինելով, որովհետև չգիտեի իրականում ինչ եմ այսպես տեղ, սոցիալապես խիստ պատասխանատու մարդից համարելով, հայրենիքի այսպես շատ կռվով բանով եւ շատ սիրուն էր դա հնչում ու հավանաբար դա բնական ազդեցություն ունեցել, բայց ինչ է մտել հոգեբանից այդ աշխատանքի արդյունքում եմ շատ երկար տարիների ընթացքում պարզ է իմ մանկական տրավմաների, խնդիրների, առանձնահատկությունների, այդ անուշադրության եւ հիպերակտիվության այդ սինդրոմ կոչվածը, որը բնակչության 5-7% ունի ընդհանուր աշխարհի, դա դոպամինի գլխուեղը առանձնահատուկ է, ինքը այլ ձևաձևավորած, այլ ձևա կազմակերպված եւ գլխուեղը դոպամին եւ նորադրենալին քիչ է ստանում։ Այսինքն պատկեր ասեք հաճության այդ պարգևատրման հորմոնը, որ դու շո լավ բան ես անում պարգևատրում ես, քո ուղեղի մեջ քիչ է գալիս այդ երջանկության հորմոն դոպամին կոչվածը, եւ դու մտնում ես հիշում այդ ասպարես, շատ երկար այսպես կորուստներ ունեմ ունեցել շատ չխորանալով դրա մեջ, պապիկի կորուստով շատ եմ պատմել դրա մասին, շատ տարբեր ազդեցություններ, քեզ բերում է մի իրավիճակ, մի դեպք 2009 թվականին, երբ որ օգնում ես մահանում երեխան, հետո սկսում են քեզ դիմելու օգնում ես, ունենում ես մի հատ ինչ-որ դոպամինային ծովի եւ նորադրենալին ծովի մեջ, լողում ես այդ ծովի մեջ, ֆանտաստիկ այսպես ուժեղ էմոցիաներ ապրելով, որի կարիք ուղղակի դու ունես։ Այսինքն ես կարամ ուղղակի այսպես շատ սիրուն այսպես բաներ ներկայացնեմ ու այսպես պաթետիկ սիրուն ինչ-որ բաներ հնչեցնեմ, բայց փաստ մնում է փաստ, որ ես ուղղակի այս ամեն ինչի մեջ եմ հայտնվել իմ առանձնահատկություններից ելնելով, որի կարիքը խիստ ունեցել եմ։ Այսինքն մարդիկ ուղղակի սովորական ընտանիք ունենային, գնային աշխատանքի հետ, գային իրենց տուն, ունենային նման բանի կարիք, ինչ-որ ձև բավարարելով, բայց այդ ասենք այն որ ինչ-որ մի հատ թմրանոց ես օգտագործում, ձգվում է, չէ՞, քո ցանկությունը, ասենք հաճույքի ցանկություն, հաճույքի այդ պատկերացումը էապես մեծանում է, եւ ես չեմ օգտագործել կյանքում, եւ թեորիապես պատկերացնում դա տեսական դա ոնց է լինում, երբ որ դու օգտագործում ես, ստանում ես շատ ուժեղ հաճույք, եւ դու դրանից հետո ավելի քիչ հաճույք երբ որ ստանում ես, արդեն բարբարություն չես զգում, դու շատ ավելի մեծ ցանկության հաճույքի կարիք ունես։ Ես ինքս էլ մտնելով այս ոլորտ եւ ունենալով շատ բուրըն էմոցիաներ, ունենալով շատ երեխաների ապրել հնարավորություն տալու այսպես մեծ հետաքրքիր հնարավորություն երեխաների, որոնք չեն ապրել, էլի էմոցիաները, սաղ էմոցիա, ամբողջ էմոցիա է բոլորը եւ ունենալով այսպես շատ սուր ընդգծված դրական ու բացական էմոցիաներ, դու արդեն էլ չես կարողանում ապրես միջին էմոցիաներով, հա, այդ թեմատիկ օրինակը դրա համար բերեցի, որովհետեւ ինքը էապես ձգում է այդ բանը։ Սա թեմատիկ տեսքով է եղել, կարելի ասել, եթե անկեղծորեն շատ նկարագրես, էապես չի տարբերվել, որովհետև ես ընկել եմ ինչ-որ մի ծովի մեջ, որը էապես այսպես մեծացրել է, ձգել է այդ զգացողությունները եւ ես այդ չեմ կարողացել ապրեմ ավելի հանգիստ կյանքով, ավելի թեթև կյանքով։ Եվ ես չեմ բացառում նաև, որ հասարակության այսպես դրդում ու հասարակության այսպես ազդեցությունն էլ է եղել այն ժամանակ, երբ որ ես ավելի դեռ կայուն չեմ եղել, դեռ ամբողջովին անձ որպես ձեռված չեմ եղել, այսպես պարտադրել է ճակերտավոր եւ ոչ ճակերտավոր, որովհետեւ ես զբաղվում եմ այս թեմաներով։ 1, 2, 5, 7 տարի այսպես շատ դաժան այսպես կյանքի փուլեր ունենալով, այսպես վայրի վերումներ ապրելով, եկել եմ արդեն մի 4-5 տարի առաջվանից երևի որ սկսեմ, արդեն գիտակցական դաշտ, որ այդ ամբողջ պատկերացրել եմ, հոգեբանիտ աշխատել եմ, մաքրել եմ, հասկացել եմ թե ինչի եմ մտել այդ ամենի մեջ եւ հստակ որոշում եմ կայացրել, որ ամեն ինչ պետք է թողնեմ ու նվիրվեմ այս ոլորտին, ստեղծելով Հայաստան երեխաների առողջության հիմնադրամը, որ արդեն պրոֆեսիոնալ գործունեություն ծավալեմ։ Հիմա ես վերջին 4 տարեկան եմ մենք դառնում եւ հունիսի 1-ին եւ վերջին 4-5 տարին ես կարող եմ ասել, որ խիստ պրոֆեսիոնալ եւ մասնագիտորեն եմ այս ամեն ինչի մոտենում։ Էմոցիաները կան, էմոցիաները շարունակում են կարեւոր մնալ, հետաքրքիր մնալ, առանց դրա ես որևէ բան չեմ կարող ցավոք կամ ուրախությունից չիրեմ անել, բայց արդեն ինքը պրոֆեսիոնալ հենքի վրա է եւ ես անում եմ այն ինչին երջանիկ եմ, ինչից երջանիկ եմ։ Ես ամեն ինչ եմ անում, որ ընտանիք, աշխատանք
կին երեխա աշխատանքը, որը բավականին ծավալուն է եւ հանրային առումով շատ տեսնում եք ուղղակի հանրային դրամարկները, բայց մենք 3000-ից ավելի երեխա ենք այս ընթացքում 4 տարվա ընթացքում օգնել, շուրջ 3.4 միլիոն դոլարի աջակցություն ենք տրամադրել, ու բազմաթիվ բուրսարկղներ, բժիշկների վերապատրաստումներ ու գիտական ծրագրեր, ինստիտուցիոնալ համակարգեր ենք փոխում ենք հիմա Հայաստանում։ Հա, այդ ամեն անելը բարդ է, բայց ամենի հնարավորն եմ անում, որ 2006-7-ից հետո ու առավոտյան իմ երեխայի ժամի ընթացքում որևէ բան աշխարհում չխանգարի ինձ։ Դա բնականաբար ամբողջովին չի ստացվում, քանի որ ոլորտը շատ սպეციფիկ է եւ առանձնատուկ է եւ դժվար է այսպես հստակ կանոնակարգեր դնել, բայց այս ամեն ինչը անում ինչի, որովհետեւ շատ տարիներ առաջ անկեղծորեն ձեզ նաեւ ասեմ, որ ինձ համար եղել է աշխատանք այս ամենը առաջնային բնույթի, ես ապրել եմ այս աշխատանքով, ունենալ անձնական անգամ կյանք, հիմա շատ հստակ որոշում ունեմ, որ ես իմ առաջնահերթ դա իմ ընտանիքն է, ես ընտանիքս պետք է սիրեմ, պաշտպանեմ, հոգ տանեմ, խնամեմ, ամեն ինչ անեմ, նոր հանրային գործունեություն, որ եւ իրականություն եւ բնությունն է։ Եթե ես հակառակ ձև անեմ կամ այն մարդիկ, որոնք հակառակ ձև են անում, իմ խոր համոզմամբ իրանք բնության հակառակ են գնում։ Որտեղ դու ունես ընտանիք, ուզում ես, եթե ուզում ես մարդկանց, մարդկությանը օգտակար եղնես, ինչ-որ համեստորեն կամ ոչ այնքան համեստորեն, ու դու չես հոգում քո ամենափոքր ընտանիքի, իմ ծնողների, իմ կնոջ, չգիտեմ, իմ փոքր շրջան հարազատների կարիքների եւ հոգ չեմ տանում նրանց մասին, բավարարչափ սեր չեմ տալիս, մնացածը կարծում եմ անկեղծ չէի եւ ես ժամանակին անկեղծ չեմ եղել, քանի որ չեմ հասկացել այդ ամենը, եւ այն մարդիկ, որոնք շարունակում են նույն ձև անել, անկեղծ չեն, առաջինը իրանք իրենց հետ, եւ հստակ որոշում ունեմ, որ ես պետք է առաջնահերթ իմ ընտանիքին ժամանակ տրամադրեմ, իրենց հետ լավ միջավայր ստեղծեմ, նոր արդեն հանրային գործունեությունը, բայց դա չի նշանակում, որ որևէ երեխա բնականաբար կտուժի այդ հանրային այս իմ ընտրությունից։ Ասեմ ավելին, երբ որ նման որոշում ես կայացնում, բնությանը մոտ արդեն որոշում ես կայացնում, դու շատ ավելի ուժեղ, զորեղ ու էներգիապես ավելի պինդ մարդ ես դառնում եւ այլ ավելի մեծ գործունեություն ես կարող ծավալել։ Ինչի, որովհետեւ քո էներգիան, քո ժամանակին ես ահավոր տվել եմ, մեծ քանակությամբ էներգիա տվել եմ, չեմ ստացել կամ քիչ եմ ստացել։ Հիմա շատ եմ ստանում իմ ընտանիքից եւ նաեւ հանրությանը տալիս եմ այլ ավելի շատ։ Բայց եթե ես չստանամ այդ էներգիան, որը հիմա ես ստանում եմ, ես շատ արագ կսպառվեմ, որովհետեւ ժամանակին կար եւ իրականություն ես սպառվում էի։ Դրա համար այս կանոնակարգումը եւ բալանսավորումը չափազանց կարեւոր է անկախ գործունեության տեսակից։ Ձեր հորդորը կամ կոչը կամ խորհուրդը հայ հայրիկներին։ Ժամանակին ինձ ընկերներս ասում են, որ շատ հայ հայրիկներ քեզ պետք է ուղղակի մի օր բռնեն ու ծեծեն, որը տենց հեռու չէ իրականությունից, որովհետև ես այդ ձեր նշած օրագիրը որ վարում էի, շատ էի այսպես խոսում, ես ինչով եմ զբաղված, ինչքանով եմ ներգրաված ու շատ մայրիկներ, բազմաթիվ մայրիկներ ես գիտեմ ինձ ասել են, որ գրում են իրանց պապա, իրանց ամուսիններն ասում են, բա ինչ չես դու էլ այսպես կամ Գրիգինեն օրինակ բերում կամ ինձ են օրինակ բերում շատ այսպես տարբեր մարդկանց ու այսպես բաներ առաջանում արդեն հայրիկների մոտ, ես ուղղակի կասեմ, որ պետք է լինել մաքսիմում հնարավորինս ներգրաված հայրիկ, առաջնահերթ հենց իրենց համար։ Այս գիտակցությունը, որ դու ակտիվ ներգրաված պապա ես քո երեխայի կյանքում, եթե դու ներգրաված պապա ես քո երեխայի կամ կնոջ համար, արդեն էլի կեղծում ես ու պետք չի ընդհանրապես ներգրաված պապա ես, արդեն ստում ես, դու իրականության հետ աղերս չունես։ Եթե դու երեխայի հետ ներգրաված ես երեխայի կյանքում փորձում ես ամեն ինչ անես իր համար, առաջներ նաև քո համար, անկեղծ ես քեզ հետ, հանրության հետ ու երեխայի ու կնոջ հետ, որովհետև եթե այստեղ պետք է անկեղծություն ունենան մարդիկ ու հասկանան, որ նաև համարձակություն ունենան հասկանան, որ երեխայից ուղղակի փախնելով, երեխայից այսպես, չգիտեմ, իրենց շփվելով, ամբողջ բեռը թողելով իր կնոջ վրա, դրանով իրենց չեն օգնում։ Երեխային հոգ տանելով, փորձելով իր կարիքները հոգալու, այսպես ներգրաված հայրիկ լինելով, ֆիզիոլոգիապես, հոգեպես, շատ անգամ կրթական մակարդակով շատ հարցերով իրենք իրենց օգնում են։ Այս պետք է հստակ sense քաջ գիտակցել, երկրորդը հասկանալ, որ դա անում են նաև իրենց երեխաների համար, իրենց կանանց համար ու այն էմոցիաները, որը ստանում են ներգրաված հայրիկները, այն առանձնահատուկ benefit ոնց այն հաջողությունները եւ այն դրական կողմերը, որը կա, այսպես ասած, այս առումով դա երբևէ չի կարելի նկարագրել եւ չի կարելի համադրել որևէ այլ բանի հետ։ Իմ կոչը խնդրանքը հորդորեն է, որ դուք ուղղակի մենակ երեխայի ծնունդը տվողը չլինեք, այդ սերմը տվողը չլինեք, կոպիտ ասած, այսինքն դուք լինեք ոչ թե ձմեռ պապիկ, այլ հայրիկ։ Դրանք տարբեր բան են, ձմեռ պապիկը նվեր է տալիս ու կորում է, իսկ հայրիկը իր կյանքում իր երեխայի կողքին է, ներգրաված է, անում է մաքսիմում, որ երեխան լինի առողջ, երջանիկ, ապահով ու սիրված շատ։
Շատ լավն է, այս ամենը ինչ ասում եք, ես վստահ եմ, որ շատ շատերը ջղայնանալու են ձեր խոսքերից, բայց դա էլ դրական իր կողմն ունի, նշանակում է ինչ որ բան արտացնում եք։ Ես դուրս կգամ այստեղից, կամ երբ որ եթերը հեռացա։ Ուզում եք մենք ձեզ հրապարենք։ Արմեն ջան, մենք արագ հարցեր ունենք, դրանք բլից հարցերն են նույն, բայց մենք հայերեն տարբերակով ենք ասում, արագ հարցեր, բայց խնդրում եմ շատ ամփոփ, արագ պատասխանենք, անցնենք, հա։ Ով է հայն իր էությամբ։ Մարդ, որը ցանկանում ուղղակի երջանիկ դնել երևի։ Հայի իրական ուժի գաղտնիքը։ Ինչ դարավոր իմաստությունը, որը այդքան էլ լավ չի օգտագործում ցավոք։ Որն է ազգային մտածողության առանձնահատկությունը։ Հավաքականություն երևի հավաքականությունը, որը էլի երևի թե այդքան էլ լավ չենք օգտագործում ցավոք։ Հայկականությունը շարունակական պահելու գաղտնիքը որն է։ Ծանոթ լինել պատմությանը, մշակույթին եւ հետևականորեն բերել իրականություն եւ ապագա տանել։ 3 հատկանիշ, որ հայը պարտադիր պիտի կրի։ Չեմ կարող որևէ հատկանիշ նշել, որ հայը պետք է կրի, որովհետեւ իմ կարծիքով շատ են կուրճացնում այսպես եւ շատ են մեծացնում բանը։ Հայը պետք է լինի ուղղակի լավ մարդ, խելոք, խորիմաստ, այսպես մարդ, առանձին ուղղակի հայն չեմ կարող առանձնացնել, չեմ ուզում առանձնացնել, որտեղ ինքը ուղղակի մարդ է, ոնց որ հունգարացին, հոլանդացին եւ այլ մարդ։ Դե մեր հաղորդումը կոչվում է հայը, դրա համար մենք առանձնացնում ենք։ Չեմ ուզում առանձնացնել, ես կներեք։ Լավ, իսկ ո՞րն է հայի առաքելությունը, այս պարագայում վստահաբար պիտի առանձնացնեք, այլ տարբերակ չկա։ Ուղղակի երջանիկ լինել, ես կշարունակեմ ասել, գիտեք, կներեք, որ բլիցից երկար ասում եմ, ես մի քիչ այդքան էլ կողմ չեմ, երբ որ շատ այսպես վերարձակում են եւ հայի կերպարը եւ հայրականությունը եւ Հայաստան կոչվածը դարձում են այսպես աստվածաշնչյան եւ շատ այսպես վերամբարձ բաներով են ձևերով են վերաբերում։ Ես ուզում եմ ուղղակի հայը լինի տանը իր օջախում երջանիկ։ Եթե ինքը լինի երջանիկ, կառուցի նաեւ մեծ հետաքրքիր կարեւոր լավ պետություն, այսպես սոցիալապես ապահով միջավայր կստեղծի եւ ինքը կլինի երջանիկ հասարակության երջանիկ մաս։ Ես ուզում եմ ուղղակի մենք երջանիկ լինենք, այսպես չեմ ուզում որ պատմականորեն այսպես առաջի ազգերից են եղել, պահենք դրանով չեմ ապրում, ես ապրում եմ երջանկությամբ, խաղաղությամբ, ուզում եմ որ հասարակությունը երջանկությամբ ապրի։ Անտիր, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն ել ձեզ շատ։ Ես չմոռանամ, որ ձեզ պիտի նվիրեմ հայի բառարանը, սա էլ մեր երջանկության աղբյուրներից մեկն է, այն ուզում եմ դարձնել նաև ձեր սեղանի գիրքը, ձեր երջանկության աղբյուրներից մեկը։ Շնորհակալ եմ շատ, անպայման սեղանի գիրք ունենամ որպեսի։ Անտիր, անպայման պետք է նկարել եւ տեղադրել համացանցում նշելով հայի բառարան հացի նման հեշթեգը, ինչով որովհետեւ հացի նման է մեր գիրքը։ Շնորհակալ եմ ձեզ շատ, իսկ ձեզ հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Արմեն Մարտիրոսյանը, պարզապես հայ, հայրիկ, այսպես բնորոշենք, իսկ ես Անի Զաքարյանն եմ, դուք դիտում եք հայը հաղորդումը, պետք է նաև անպայման հիշեցնեմ, որ բաժանորդագրվել է պետք մեր YouTube-յան ալիքին, սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները, ինչպես նաև մեկնաբանություններ թողնել, շատ ջերմ մեկնաբանություններ եւ իհարկե կիսվել ու տարածել մեր հարցազրույցները։ Այսքանը կհանդիպենք